Ոնց ես Գամփրիկ, ոտիկդ ոնց է, հա? Սիրուն ջան, ոտիկը լավացել է, արյունը բան անցել է։ Հա, կա, լրիվ լավացել է, ապրես։ Ինչ անեմ, ես քեզ էստեղ տամ, արի գնանք այն անկյունում տամ, դու մի արի, այնտեղ մարդ է, Սիրունիկը եկավ, անիմաստ կռիներ չունի, լավ։ Դե արի։ Այստեղ կեր, ու մի արի ավտոտնակի մոտ, անիմաստ Սիրունիկի չասի իմ տարածք է եկել ու նման բաներ, կարևորը լավ էս արյունն անցել է, վերքը փակվել է։ Ահա, թողեցի, թող նա այնտեղ ուտի։ Օհ, Սիրունիկը հլը ոնց է նստել սպասում մեջտեղում։ Սիրունիկ, տեսնեմ կնկատի ինձ, թե խիստը զբաղված է։ Սիրունիկ, Սիրունիկ, լարի, արի, տեսնեմ։ Հիսո ջան, մի հեպ է հեսա քեզ, մի հատ ես թիթիզին կերը տամ։ Հա, Գամփրին այնտեղ եմ թողել, որ խեղճի մի նայ աշկը տեն կողմի վրա է, չի գալու, հանգիստ է։ Գիշ։ Ամոթել չես անում։ Ու էստեղ կեր Հիսո ջան։ Օ, այնտեղ արջն էլ է պտտվում։ Հա, դու էլ աշկը տեն կողմի վրա է, չէ։ Չեն գալու։ Այնտեղ եմ կերակրել, չի գալու։ Հանգիստ կեր դու քոնը։ Մտածում էի երկու պարկը մի քիչ ավելի երկար կգնա, երկարացնելով մինչև 2 շաբաթ, բայց չէ։ Վաղը նորից կեր պետք է պատվիրեմ։ Այս կերը բոլոր դրսի շները ուտում են հրաշալի։ Էկոնոմ կարգի այն կերերից է, որ իսկապես հրաշալի են ուտում, որովհետև մյուս էկոնոմ կերերը ոչ բոլորն են ուտում։ Հա, Սիրուն։ Էլի ես ուզում։ Հեսա։ Կեր ու լավ մնա։ Հիսո ջան, հեսա քեզ էլ մի քիչ կավելացնեմ ու կգնամ։ Էլ մի նայ աշկը տեն կողմի վրա։ Հա, պարզա թե ինչի աշկը տեն կողմի վրա, հանգիստ, իրանք է պիտի ուտեն։ Սամն ու Գամփրը կամ արջը, ինչպես ասում են, եկան։ Սիրունիկը երկուսն էլ որց են։ Ինքը կշտացել էր, բայց այն կողմը իրան թողել եմ, միևնույն այն քեստեղ է, ոչինչ չի ասում իրենց։ Լավ, էլի արջը թող Սամն ուտի, Սամ էլի սենց պետք է ուտեք, ինքը գա, դու գաս էստեղ, ինքը գա, դու գաս էստեղ։ Լավ, էլի, Գամփրո։ Հələ կեր, լավ, դու կեր, ես ընդամենը մաքրում եմ։ Ստեղ, գիտես ինչ շատ է այս բրդերդ։ Լարի։ Գժվացնելու է Սամ, բայց դե այդպես պետք է ուտեք։ Լար տեսնեմ։ Լավացել է վերջապես լավավոտք է խեղճի։ Չի կարելի։ Խեղճ Սամին գժվացնում է։ Բայց ինչ անեմ Սամ։ Գիժա ոչինչ, այստեղ երեք դուք։ Երեքը եւ Հիսո։ Ես գնամ նրանց մոտ։ Գժվացնում է, չէ՞ քեզ Սամ։ Գժվացնում թողնում է։ Բրդերն է պոկում է, մի հատ էլ մունաթ է գալիս արջը, որ պոկեմ պարկել։ Մի այ գիժ։ Ես Գամփրը վախեցած կերը մնացել է իր տեղում, չի առաջացել այստեղ։ Գնում եք արդեն։ Դե լավ, կարծում եմ, եթե Սիրունիկը չուտի, դու կարող ես գալ ուտել, չնայած մի փոքր ուժ կամ վստահ եմ այստեղ կեր մնացած չի լինի։ Գժվացրեց Սամ։ Վայ, արջո։ Ես փնտրեմ, տեսնեմ, որ հովին են արջուկը, սպիտակն ու բարև։ Ուր է քո ուժեղ տերը, որը 5 հատ շուն է պահում, կովերը արածացնում այստեղ ու դու ինձ ես տեսնում վազում կեր ուտելու, կասես։ Մեղկել ես։ Ես սպիտակին, արջուկին, սևուկին ու մյուսներին եմ փնտրում։ Կգաս մի բան է քեզ կտամ, լավ։ Մի հովին տեսնեմ որտեղ են նրանք։ Այ այսպես է, ու սա կոչվում է շուն պահել։ Սա շուն պահել չի, ժողովուրդ ջան, մի պահել, խնդրում եմ։ Այն էլ 5 հատ։ Այդտեղ մի հատ գլուխ տեսնում եմ, բայց աչքիս այդ վախկոտն է, որ չի մոտենում, թե չէ սևուկը բանը լինեին կմոտենային։ Սպիտակ, արջուկ, սևուկ։ Իջնեմ ներքև տեսնեմ ուրա։ Հա։ Այստեղ քեզ մի քիչ կեր տամ, կեր, մեղքես։ Դու այստեղ կեր ու իմ հետևից պետք չի գաս, եղավ։ Իսկ ես գնամ իմ ոնց է գտնելու։ Արի, սպիտակ։ Երեք ուր էիր, հա, Սիրունս, հլը արի տեսնեմ։ Արի ես հովին քեզ կկերակրեմ, արի, բա արջուկն ու սևուկը ուր են։
Հեսա երևի կգան, արի, մոտեցի, տեսնեմ ոնց ես, քնածեիր, լավ, կեր սպիտակս, տեսնեմ արջուկն ու սևուկ ուր են, հա, դու կեր ես իրենց կգտնեմ, կամ էլ կթողնեմ էստեղ, չնայած էստեղ թողնեմ, այ, այդպիսի տերով շները կգան կուտեն, անունով տերով շները, կգտնեմ արջուկը հեսա, ձայնս լսի ոնց է լինի կգա, եթե մոտակայքում լինի, կեր սիրունս, հլը հանգստացի, կերար վերջացրիր, գնա քո տիրոջ մոտ, սպիտակի հետ գործ չունես, ընտրեմ եկավ սպիտակի դիմացից ուտում եմ, լսի դու ընդհանրապես կշտանալ ունես, թե տերդ օրերով քեզ բան չի տալիս, Սևուկ, մոտեցի որ տամ, թե չէ էստեղ թողնեմ, սա չի թողնի, կեր սպիտակս, ոչ ահ ունի, ոչ վախ ունի, Իրանը թողեց գնաց սպիտակին, խեղճ սպիտակս գնաց, ես որ ասում եմ տերով շները չեն հասկանում վախն ինչա, միայն դրսի շներն են, բայց բոլոր մարդկանց ուժը պատում է միայն դրսի շների վրա, որոնք խեղճ ու կրակ խնդրեմ, ոչ մեկը չի համարձակվում մոտենա, իսկ ես իբրև թե տերով շունը բոլորի կերը ուտում է, հիմա ես այնքան պետք է ինչ անեմ, հո չեմ կարող ծեծել այս շանը, Ստացվում է այնքան պետք է սպասեմ, որ ինքը ուտի վերջացնի գնա, նոր ես մյուսներին կարողանամ կերակրել։ Չէ, էլի դուք տերով շունա մի հատ նայեք իրա ոսկրային վիճակին ու նստած ստամոքսի։ Այնքան արագ կերավ խեղդվեց։ Ու մի հոգի էլ կողքից որ չէր ասում, ինքը լավ է պահում, 5 շուն ունի, հանում կովերին արածացնելու այս հատվածներում բյուրեղավանի, ու այս 5 շներին էլ, այն որ ասած բրախում ասում գնացեք ձեր գլխի ճարը տեսեք երևի էլի։ Եթե շունը սոված չլինի, եթե նա նորմալ կեր տան, նախ այս վիճակը չի լինի, երկրորդն էլ աչքը չի դնի դրսի կենդանիների կերակուրի վրա։ Մարդու մեղք էլ է գալիս խեղճ շանը։ Կերար վերջացրեցիր բոլորի կերը, դե գնա, որ ես կարողանամ իմոց կերակրել, դե անցի գնա։ Հա սպիտակս, անգամ են վախկոտնա մոտեցել ու սպասում, որ սա գնա կարողանա մոտենա ուտի։ Սևուկն էլ են կողմինը սպասում։ Հեղ սպիտակը տեսավ չի գնում սա, մոտիկացավ ու սկսեց ուտել։ Այո, շատ սիրուն շուն է, ինչ խոսք։ Ճիշտ ձայները։ Հավանաբար այդ կողմով անցնում են կովիկները, որոնք խոտ են ուտում։ Գնա, կովիկներից հետ գնա։ Կեր սպիտակ, այս գիժը երևի կշտացել այլ չի ուտի։ Էй, սպիտակին հանգիստ թող, հենա, տերը տա աշկիս, հո, կանչում է կովերին, հենա, չէ, ինչ-որ տղա երեխա է կովերի հետևից, գնա միացի նախիրին, հանգիստ թող սպիտակին։ Աչքիս ես մի քանի տեղ պարզապես լցնեմ գնամ, որովհետև չգիտեմ ինչքան կմնա այս շունը այստեղ։ Սպիտակս գնա կեր։ Հենա 1, 2, 3 տեղ լցրել եմ, գնա կեր։ Էй, վախկոտ մի գնա, արի։ Երևի մի 4 սաման այս շունը կերավ։ Այսքան տեղ է լցրել եմ սպիտակ, որ դուք ուտեք։ Ես տոպրակ լցրեցի, որպեսզի ձեզ ամեն դեպքում մնա ու ուտեք։ Հենպես որ մոտեցի կեր, լավ սպիտակս։ Երևի ես գիժը հիմա կգնա։ Արի, իմանայի շուտ կգաս։ Դե գնացեք երեք, ահա, սպիտակը մոտեցավ, հետա վախկոտը արագ եկավ, հեն ամենաշատ վախկոտը։ Սևուկ, արջուկ, գնացեք։ Նա գնաց, դու գնա քո ճանապարհով, դու գնա միացի նախիրիդ, կերար կշտացար վերջ։ Արջուկն ու Սամը պտտվում են այդպես, գալիս են շենք։ Բայց այս կողմերը մնացեք, պարտադիր չի շենք գաք։ Արջուկ, նստեիր Սամի մոտ խովտեղը, ինչ պարտադիր է հետևիցս գաս։ Վայ արջուկ, վայ, արջես, գամփրես, ով ինչ ասում, դե լավ։ Խելոք ուրեմ գալիս ես միտեղ նստում ես, ձայն չեմ լսում։